Ինքը առողջապես շատ վատ վիճակում է, ունենք հստակ տեղեկություններ, որ ունի շնչահեղձություն, գլխապտույտներ, գլխացավեր, սրտի հետ կապված խնդիր է, թոքերի հետ կապված խնդիր է։ Ադրբեջանական բանտում արդեն 6 տարի պահվող Լյուդվիգ Մկրտչյանի կինն հազանգում է, ամուսնու առողջական վիճակը վերջին ամիսներին կտրուկ վատացել է։ Թեև Ադրբեջանի իշխանությունները հակառակն են պնդում, 40 օրը մեկ հեռախոսով ընտանիքի անդամների հետ ընդամենը 10-12 րոպե զրուցելու հնարավորություն ունեցող Հայաստանի քաղաքացու ձայնը հեռախոսից այն կողմ այլ իրականության մասին է փաստում։ Թեպետ որ իրան ասում են, որ ամեն ինչ լավ է, բայց ինքը ասում էր, որ շատ վատ է, խոսելուց էլ ինքը շատ վատ է խոսում, շնչահեղձ է լինում։ Իսկ այնտեղ իրեն բժիշկներ այցելում են, երբ որ ինքը իրեն վատ է զգում։ Ասում է, որ բժշկությունը այդպես ժամը 4-ից հետո բժիշկ չկա, ասում է, որ վերջին անգամ երբ որ իրան ինքը շատ ուժեղ վատացել է, տարել է սրտի կարդիոգրամա են արել, բայց պատասխանը իրան չեն ասել, ինքը ոչինչ չգիտի դրա մասին, ու էլի սպասելու ենք, թե երբ պետքա Եվրոդատարանին ուղարկեն բժշկական թղթերը, որ ավելի հստակ պատկեր ունենան։ Կնոջ խոսքով ամուսինը մինչև գերեվարվել առողջական խնդիրներ չի ունեցել, առողջ պինդ մարդ էր, սակայն անցած 6 տարիները ադրբեջանական բանտի 4 պատերի ներսում անհետևանք չեն անցել։ 6 տարին այդ քիչ չի, այդ մթնոլորտում ապրելու, այդ մթնոլորտում չգիտեմ դիմանալու համար։ Անցած տարի Բաքվում ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո 19 հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Միակ շփումը հարազատների հետ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվող հեռախոսազանգերն են։ Գերիների ընտանիքները իրենց հարազատների առողջական եւ պահման պայմանների մասին անկախ որևէ աղբյուրից տեղեկություն ստանալու հնարավորություն չունեն։ Ժամանակ առ ժամանակ փաստաթղթեր են ստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանից, որին Ադրբեջանը պարտավորված է տեղեկություններ տրամադրել հայ գերիների վիճակի մասին։ Նույնիսկ այդ փաստաթղթերն ուսումնասիրելիս ըստ Տիկին Հրանուշի հասկանալի է դառնում, որ ամուսինը լուրջ խնդիրներ ունի, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։ Հուսալքված, հուսահատված վիճակում է, դաժե այնքան ա եղել, որ ասել է հույս չունեմ, որ կգամ ինձ կբերեն, թեպետ ես ամեն կերպ փորձում եմ իրան հույս տամ, որ ամեն բան լավ է լինելու, տուն ես գալու, շատ շուտով տուն ես գալու, չնայած որ տեսնում ենք, որ արդեն 6 տարի դա ձգձգվել է։ 56-ամյա Լյուդվիգ Մկրտչյանը 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից գերեվարվել էր Հադրութում։ 2021-ին դատապարտվել 20 տարվա ազատազրկման մեջբերում եմ Ղարաբաղյան առաջին պատերազմում ադրբեջանցիներին կտանքների ենթարկելու, ինչպես նաև ադրբեջանական բանակի դեմ հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Մկրտչյանի կինը հերքում է այս մեղադրանքները, պնդում ամուսինը ոչ մի կապ չունի այդ ամենի հետ։ Մկրտչյանը, որ ծնունդով Նախիջևանի Ազնաբերդ գյուղից է, 44-օրյա պատերազմին որպես կամավոր է մասնակցել։ Արցախ գնալուց առաջ վերջապես տուն էին գնել Մասիսում, որտեղ այդպես էլ ապրել չհասցրեց։ Գերեվարվելուց հետո 2 երեխաներին մեծացնելն ու տան վարկը մնացել է կնոջ ուսերին։ Ադրբեջանական գերության տարիներին Լյուդվիգ Մկրտչյանի դուստրն ամուսնացել է, երեխաներ ունեցել, որոնց պապիկն այդպես էլ չի տեսել։ Որդին էլ շուտով չափահաս կդառնա։ Թորնիկներին դեռ չի տեսել ու իր աղջկա ամուսնությունը չի տեսել։ Լյուդվիգ Մկրտչյանի կինն ասում է, որ ամուսնուն անհապաղ բուժօգնություն տրամադրելուց բացի շատ կցանկանար, որ միջազգային կազմակերպությունները ոչ թե բավարարվեին հորդորներով, այլ կոնկրետ քայլեր ձեռնարկեին բոլոր հայ գերիներին ազատ արձակելու համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատված խաղաղության մասին պարբերաբար լսող ռազմագերու կինը, որ ամուսնու ձայնը ադրբեջանական բանտից 40 օրը մեկ լսելու հնարավորություն ունի, սպասում է այդ խաղաղության իրական դրսևորմանը։ Սա ճիշտ չի, ուղղակի ճիշտ չի 6 տարի, երբ որ մենք արդեն դեպի խաղաղության ենք գնում, մենք պետք է ունենանք հստակ փաստեր։ Խաղաղություն, ուրեմն գոնե հումանիտար կողմը պետք է ապահովված լիներ։ Իսկ ես դա չեմ տեսնում դեռ։ Ես միշտ հույս ունեմ, որ ինքը պետք է տուն գա ու միշտ ասում եմ, որ եթե Աստված իրան պահել է, եթե Աստված այս դժվարությունների միջով փորձում է անցկացնել այս ամեն ինչը, ուրեմն պարտադիր ինքը պետք է տուն գա։ Երբ ոնց չգիտեմ, բայց շատ մեծ հույս ունեմ, որ պետք է տուն գա, բայց այս ինչը որ հիմա ես որ տեսնում եմ իրավիճակը գնալով ավելի ու ավելի վատանում է, մտածում եմ, որ պետք է շատ արագ գործել, շատ արագ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ ռազմագերու կարգավիճակ ունեցող Լյուդվիգ Մկրտչյանի գործը եվրոպական դատարանում է, սակայն բուն դատաքննությունը դեռ չի սկսվել։ Իրավապաշտպանը նշում է, որ դիրքորոշում են ներկայացրել դատարանին, որ գործը առաջնահերթ քննվի միջպետական գանգատից առանձին։